Բարյարոց էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, այս հրաշալի օրվա համար շնորհակալ ենք Տիրոջից եւ այսօր ես միայնակ պետք է վարեմ եթերը, այդպես ստացվեց եւ փառք Տիրոջը, լավ առավոտ պետք է ունենանք այսօր Աստծո խոսքի շուրջ, սիրելի քույրեր եղբայրներ, նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր միացան, մինչեւ սկսելը կուզեմ խնդրել, որ անպայման կիսվեն այս եթերը իրենց ընկերների հետ։ Այսօր, ինչպես միշտ, պետքա նորից Աստծո խոսքի շուրջ խորհենք, քննարկենք, վերլուծենք միասին։ Շատ այսպես նոր բան չի ասվելու այսօր, բայց ավելի այսօրվա թեման ես այսպես համարում եմ, որ ավելի իր մեջ խոհական եւ այսպես ասած իրար քաջալերելու եւ մխիթարելու խոսք պետք է լինի հորդոր եւ այդպես նաեւ ինչու որովհետեւ երբեմն առավոտները այսպես ծանրացած մտքով արտանում ենք ինչ-որ հոգսեր դժվարություններ, տագնապներ մեր սրտերի մեջ եւ այսօրվա թեմայի վերնագիրը կարծես այս դրա հետ կապ ունի։ Ես ուզում եմ խոսալ այսօր հաջողության մասին։ Շատ պարզ թեմա, բայց շատ նաեւ կարեւոր այն իմաստով, թե ինչպես ենք մենք, ինչպես է մեր մեջ ասոցացում հաջողությունը, ինչ է մեզ համար հաջողություն եւ արդյոք մենք Աստծո որդիների եւ աշխարհիկ մարդկանց աշխարհիկ, այսպես ասած, համակարգի կամ երկնային արքայության համակարգի միջև հաջողության մասին մեր պատկերացումները տարբեր են։ Իհարկե, այո, 180 աստիճանի տակ, այսինքն հակառակ բևեռներ են լրիվ։ Ինչպես է աշխարհը համարում հաջողություն եւ ինչպես է երկինքը համարում հաջողություն եւ արդյոք դա մեզ համար կարեւոր է թե ոչ, որովհետեւ շատ դեպքերում մենք լինելով հոգևորներ դեռևս մեր մեջ չի հասունացել, կայացել հաջողության մասին մեր պատկերացումները, փոփոխության չի ենթարկվել, նորից կարծես թե շարունակում ենք մեր հաջողության մասին պատկերացումները ունենալ աշխարհիկ իմաստով, ոչ հոգևոր, որովհետև մեզ Աստծո խոսքը սովորեցնում է, թե վերջապես ինչ է հաջողությունը եւ կայուն հաջողությունը, հարատև հաջողությունը, իրոք հաջողություն, իրական հաջողությունը, ինչպես ես այսօր վերնագրել եմ Facebook-յան պատին, իրական հաջողություն։ Մի փոքր այսպես կանցնենք Աստծո խոսքի վրայով հասկանալու համար ինչ է հաջողությունը, բայց կուզեի ասել նրանց, ովքեր այսօր այդ տագնապների մեջ են եւ երբեմն փորձում են համեմատվել աշխարհիկ երևույթների հետ, նեղվում են ինչ-որ տեղ, որ իրանք այդ հաջողությանը չեն հասել ինչպես ուրիշները, հարևանները, չգիտեմ, բարեկամները կամ երբեմն իրականության մեջ խոստովանեմ, որ բոլորս էլ անցնում ենք այդ երևույթներով, բոլորս ունենք այդպիսի ուրեմն խնդիրներ մեր կյանքում համեմատվելու եւ երբեմն, այսպես ասած, դժվարանում ենք, խնդիրները, հարցերը բարձրանում մեր մեջ, այսպես ասած, եւ տխրում ենք, երբեմն բողոքում ենք, երբեմն տրտնջում ենք, ինչու նա այնպես է, նա այդպիսի հաջողության է հասել, իսկ ես ոչ։ Եվ այսօր, եթե փորձենք Աստծո խոսքի հիմքի վրա փորձենք հասկանալ ինչ է հաջողությունը, ես վստահ եմ, որ քո մեջ եւ իմ մեջ, մեր մեջ ինչ-որ բան պետք է փոխվի, ժպիտ պետք է գա, խաղաղություն պետք է գա մեր մեջ, նրանք, ովքեր սիրում են Տիրոջը եւ սիրում են Աստծո խոսքը, որովհետեւ մենք հոգևորներ լինելով անպայման, սա ոչ թե կարող է լինել, կարող է չլինել, սա ոչ թե պարտադիր է կամ պարտադիր չի, այլ անպայման է, որ մեր կյանքում, սա փոփոխություններից մեկն է, որ ես ասում եմ իմ հոգևոր կյանքի մեջ փոփոխություն է տեղ ունեցել, նաև այս
գաղափարի մեջ հաջողություն ես հաջողված եմ թե ոչ, իմ հաջողությունը ինչի հետ է կապված, ինչպես եմ ես հասկանում, ինչպես է իմ մեջ ասոցացված, ինչ չափորոշիչներով եմ ես պատկերացնում հաջողության գաղտնիքը, սրանք սա հարցեր են, որ պետքա ուրեմն մեր մեջ լուծվի։ Նորից եմ ասում, նոր բան չեմ ասելու, բայց սա թարմացնում է մեր միտքը, սա նորից մեզ, այսպես ասած, ուղղորդում է այդ իրականությանը, որը կոչվում է հաջողություն, եւ շատ անգամներ, երբ որ մենք նորից հիշում ենք, նորից վերապրում ենք, նորից սկսում ենք Աստծո խոսքի շուրջ խորհել եւ որի արդյունքում հասկանում ենք իրական հաջողությունը։ Գիտեք, Սուրբ գրքի մեջ էլ կա այդպիսի դեպք, դա ուրեմն 73 Սաղմոսն է Ասափիի, եւ այդտեղ ինքը շատ վառ օրինակ է բերում, շատ վառ ձևով ներկայացնում է որն է այն հաջողությունը, որը աշխարհիկ է, եւ որն է այն հաջողությունը, որը հոգեվորն է, եւ նա էլ կարծես թե անկեղծ խոստովանություն է անում իր կյանքում, տարակուսելով, նայելով իր շուրջը, նայելով մարդկանց հաջողության ու ասում է զարմանալի է, չեմ հասկանում, ես այսքան մաքուր եմ ապրում, ձեռքերս մաքուր է, բայց տեսնում եմ ամբարիշտի հաջողությունը եւ զարմանում եմ, ինչպես դա կարող է այդպես լինել, եւ մենք կանրադառնանք դեռ սրան, բայց մի քանի համարներ կան հաջողության մասին, որ կուզեմ դրանց շուրջ խորհել, մտածել, եւ եթե դու հավատում ես Աստծո խոսքին, եւ եթե դու սիրում ես Աստծո խոսքը, եւ եթե դու վստահում ես Աստծո խոսքին, դու անպայման վստահ եմ մի օր մեր ճաշակը հաջողության մասին կփոխվի 100%-ով։ Գիտեք, ինչ-որ ձևով սա էլ է ճաշակ, սա էլ է կյանքի, այսպես ասած, կենցաղավարություն, երբ որ Աստծո խոսքի շուրջ մենք սկսում ենք խորհել եւ ընդունել նրան, հավատալ, սիրել, մեր կենցաղավարությունն էլ է փոխվում, որի մեջ նաեւ մտնում այս կարեւոր կետը։ Ես հաջողված եմ արդյոք, թե հաջողված չեմ։ Այսօր նորից պետքա այս հարցը մեզ տանք եւ հասկանանք մենք հաջողված ենք թե ոչ։ Գիտեք, նորից եմ ուզում կրկնել, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Կյանքի հանգամանքները երբեմն մեր մեջ բաներ է փոխում, արժեքներ է փոխում, երբեմն մեր, այսպես, որովհետեւ մարմնի մեջ ենք։ Գիտեք, իրականության մեջ մենք մարմնի մեջ ենք եւ ժամանակ առ ժամանակ տեղի ունենում այդպիսի գայթումներ մեր կյանքի մեջ, գայթակղություններ, երբ որ եւ դա բնական է, դա պետք է լինի, բայց այդ ամեն ինչի մեջ մեզ պետք է որ ժամանակ առ ժամանակ կանգ առնենք եւ վերանայենք մեր արժե համակարգերը, արդյոք երկնային արժե համակարգով ենք քայլում, թե ոչ, բացահայտենք մեր սկզբունքները, արդյոք մեզ համար հաջողությունը ինչ է, շատ ունենալու մեջ է, թե հոգեվոր կյանքի մեջ առաջանալու մեջ է, որի գրավականը Աստծո խոսքն է։ Գիտեք, ես մի հետաքրքիր բան ասեմ, Աստծո խոսքը փաստորեն մեր մեջ վերակառուցում է հաջողության մասին մի նոր գաղափար, մի նոր մտածելակերպ եւ այնքան կարեւոր է, որովհետեւ նյութական աշխարհի մեջ մեծ դեր ունի Աստծո խոսքը, այսինքն որքան էլ նյութական աշխարհում մարդիկ հաջողության են հասնում, բայց քո մեջ մի հատ գեղեցիկ խաղաղություն կա, ներդաշնակություն կա քո ներսը, դա քեզ քո վրա չի ազդում, որովհետև դու ամենաբարձրակարգ հաջողության մասին արդեն հասկացողություն ունես, տեսիք ունես եւ դու ձգտում ես դեպի նրան, հասկանում եք ինչի մասն է խոսքը, դա շատ կարեւոր է եւ դա շատ նկատելի է դառնում նաեւ աշխարհիկ մարդկանց կյանքում, նրանք քո մեջ տեսնում են, որքան էլ փորձում են նախանց գրգռել քո մեջ իրենց այսպես հաջողությունների նկատմամբ, բայց դու այնքան հանգիստ ես, այնքան ժպիտ կա քո ներսում,
եւ այնքան խաղաղես եւ այնքան պարզ ու թափանցիկ ես նրանց առջեւ, որ նրանք զարմանում են ինչպես կարելի է որ դու այսպես ասած չես նախանձում մեզ, մենք հենց դա ենք ուզում տեսնել քո մեջ, որովհետեւ իզուր ենք փաստորեն այսքան նյութական հաջողությունների հասել, կա այդպես բան, եկեք խոստովանենք, բայց դու չես նախանձում եւ դա իրոք շատ լավ է։ Գիտես, առաջին համարը, որ ես ընտրել եմ, շատ սիրում եմ եւ վստահ եմ, որ դուք էլ կնկատեք, որ այս Սաղմոսը ես շատ անգամներ մեջբերումներ եմ անում տարբեր թեմաների մեջ, որովհետեւ առաջի Սաղմոսը ինքը խտացված ամբողջ Աստվածաշունչն է իր մեջ ներառում եւ այստեղ այս առաջի Սաղմոսի մեջ խոսում է նաև հաջողության մասին եւ այդտեղ ասում է որ այն մարդը որը գիշեր եւ ցերեկ նրա խոսքի վրա է մտածում եւ իր հաճույքը նրա խոսքի մեջ է նման է ուրեմն ջրի ճամփաներին տնկված ծառի ջրերի գնացքում տնկված ծառի որ իր պտուղը տալիս է ժամանակին եւ նրա տերևը չի թափվում եւ ինչ որ անում է հաջողվում է նրան Վաու, զարմանալի է, գիտեք իրականության մեջ ինքը շատ խորն է տանում այս խոսքը, ինչ որ անում է, ինչ չափորոշիչներով, ինչ որ ես անում եմ կամ դու անում ես, արդյոք դու վստահ ես, որ այդ արածդ գործը ինքը հավիտենական իմաստ ունի, քո արած գործը համահունչ է Տիրոջ խոսքին, հա? Այսպես պարզ ձևով, ուղիղ ձևով ասեմ։ Մենք չենք կարող ամեն ինչ անել եւ մտածել, որ մենք պետք է հաջողվենք դրանում։ Դա այդքան էլ այդպես չի։ Անելը մեր պայմանավորված է Աստծո խոսքի ներգործությամբ, այսպես ասում Տիրոջ խոսքը եւ նա ներգործում է մեր մեջ կամենալ եւ անելը։ Այսինքն Հովհաննեսը մի հետաքրքիր խոսք ունի, ասում է եւ ամեն բան նրանով ստեղծվեց եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Սա շատ վառ օրինակ է այսօրվա այս թեմային։ Այսինքն մենք շատ բաներ կարող ենք անել, բայց առանց նրա ինչ որ անենք, դա ոչինչ է։ Կարծես Հովհաննեսը հենց դա էր ուզում ասել։ Առանց նրա ինչ որ եղավ, չէ, կներեք, ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ինչ որ եղավը առանց նրա դա համարվում է ոչինչ ըստ Հովհաննեսի այսպես ներկայացրած այս տեքստի մեջ ուրեմն ինչ որ նրանով է նա հավիտենական իմաստ ունի հիմա ամեն ինչ որ անում է ով այն մարդը որ Աստծո խոսքը ունի եւ սիրում է եւ հաճելի է նրա համար եւ գիշեր եւ ցերեկ նրա խոսքի վրա է մտածում դա չի նշանակում ինչ որ այնտեղ պիտի նստես ոչինչ չանես եւ ուղղակի տենց գլուխդ բարձին դնես ու մտածես դա շատ լավ բան է բայց գիշեր ցերեկ չես կարող ֆիզիկապես չես կարող այսինքն սա մի բան է որ մարդ իր բոլոր քայլերի մեջ գործերի մեջ իր ուր որ գնում է ինչ աշխատանք որ անում է ում հետ որ շփվում է տանը թե դրսում ամեն ուր օրվա յուրաքանչյուր պահին նա իր գործի մեջ է, նա իր քայլերի մեջ է, գործողությունների մեջ է, բայց իր ներսում մի կենտրոնացած համակարգ կա, որը կապված է Աստծո խոսքի հետ, երկնքի հետ եւ նա առանց նրա ոչինչ չի անում եւ այստեղ կարծես թե հենց դրա մասին է խոսքը այդ մարդը որ ամբարիշների խորհրդի մեջ չի մնում մեղավորների հետ ճամփա չի նստում չի գնում եւ ծաղրանողների նստածները չի նստում այդ տեսակ մարդը որը կապված է գիշեր եւ ցերեկ Տիրոջ խոսքի հետ ու հանկարծ Տերը այսպես ասում ինչ որ նա անում է այսինքն այն մարդը որ Աստծո խոսքի հետ կապված է նա չի կարող ինքնուրույն մի բան անել ուղղակի չի կարող, որովհետև այդ խոսքը ներգործում է այդ մեջ ուզել եւ անելը եւ հենց դրա մասին է այստեղ առաջի Սաղմոսը խոսում նա որ առաջնորդվում է ուղղորդվում է նրա ճանապարհային քարտեզը այսպես ասած գծագրվում է խոսքի միջոցով Տիրոջ միջոցով Տիրոջ սրտի համեմատ է անում ինչ որ անում է Տիրոջ հետ ներդաշնակված է անում ինչ որ անում է համաձայնված է անում ինչ որ անում է այսինքն ամեն բան չեմ կարող անել ես այստեղ արդեն մի փոքր փոխվում է այսպես ասած կյանքի կենսակերպը մի փոքր չէ
ուրեմն արմատական ձևով փոխվում է։ Դու աշխարհիկ մարդիկ ինչ ուզում են անում են, նրանք երբեմն փորձում են, նրանք գիտեն, սա անեն կարողա չլինի, բայց փորձեմ, մարդ ես կարողա լինի։ Ես նկատում եք հաջողության այս տարբերությունները, փորձեմ կարողա հաջողվեմ, կարողա չհաջողվեմ, եւ ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ։ Աշխարհի մարդը երբեք հաջողության մասին 100% վստահ չի իր կյանքում, չի կարող այդպես բան լինել։ Մենք էլ ապրել ենք, մենք էլ գիտենք, հա, նա միշտ իր մեջ, այսպես ասած, բան ունի, այսպես 50-50, 60-50, միշտ տոկոսային հարաբերական է, թույլ տվեք այսպես ասել, աշխարհիկ հաջողությունը հարաբերական է, նա կարող այսօր հաջողվի, վաղը չհաջողվի, կարող այսօր շատ բաներ ձեռք բերի, վաղը կորցնի, եւ դա այդպես է, մարդու էության եւ գաղափարի մեջ միշտ այդ բաները կա, այսինքն հարաբերությունները վերջը կորցնելու այսպես գաղափարը կա մարդու կյանքում, բայց հոգեվոր իրականության մեջ դա այդպես չի, դու 100%-անոց ես, տեսեք, ինչ որ անում է հաջողվում է նրան, դուք նկատում եք, սա նաեւ հոգեվիճակը, հոգեբանությունը, այդ տեսակ մարդ, ով որ Աստծո խոսքի հետ կապված է, ով որ գիշեր եւ ցերեկ նրա հաճույքը Տիրոջ խոսքի մեջ է, այդ տեսակ մարդու մեջ չկա հարաբերական հաջողության գաղափարը, կարող այսօր հաջողվեմ, վաղը չհաջողվեմ, հոգեվոր իրականության մեջ այդպիսի գաղափար չկա, եւ դա նաեւ ձևավորվում է մեր մեջ, Աստծո որդիների մեջ, դա շատ կարևոր է, այսինքն վստահ ես դու, տեսեք, երբ որ մենք ասում ենք դու վստահում ես Տիրոջ խոսքին, դա միայն այդ գաղափարը չի, որ հույսս դրել եմ ու չգիտեմ, կարողա չլինի, չկա այդպիսի գաղափար դրա մեջ, այսինքն վստահել Աստծո խոսքի նշանակում է անպայման դա պետք է լինի, բայց դա երբ է տեղի ունենում, երբ որ մենք կապված ենք Տիրոջ խոսքի հետ, դու հիմա կասես Աբրահամ, դու շատ ես ախր խոսում Աստծո խոսքից, բա ինչի՞ս խոսամ, եթե ես խոսում եմ Աստծուց, դա անբաժանելի է իր խոսքից, եթե ես խոսում եմ խոսքի մասին, դա անբաժանելի Աստծուց, դա նույն իմաստ ունի իր մեջ, որովհետև մենք նրան ճանաչում ենք իր խոսքի միջոցով, դա է, որ մեր մեջ մեր ենթագիտակցության, մեր սրտի մեջ ձևավորում է երկնային կյանք, թույլ տվեք, սա շատ կարևոր է, թույլ տվեք այսպես պայմանականորեն ասեմ, երկնային կյանքը իր մեջ ունի չափորոշիչներ, որոնցով մենք քայլում ենք, եւ այդ չափորոշիչների մեջ նաեւ կա այս բաղադրիչ մասը, որ դու 100%-ով փորձառաբար քո կաշվի վրա զգում ես, որ չի կարող լինել կորուստ։ Միայն այս գաղափարը, որ չի կարող լինել կորուստ, դա հաջողություն է։ Միայն այս գաղափարը, որ քո խղճմտանքը մաքուր է խոսքի միջոցով, Տերը մաքրել է քո խղճմտանքը, սա 100%-անոց ուրեմն հաջողություն է։ Միայն այն գաղափարը, որ քո ներսում իշխում է խաղաղությունը, արդարություն եւ ուրախությունը, դա 100%-անոց հաջողություն է, ոչ մի կապ չունի ֆիզիկական ունեցվածքի հետ։ Մենք հետո սրան կանրադառնանք, սիրելի քուրեր, եղբայրներ։ Այսինքն մենք նկատում ենք, որ մեր գործողությունները պայմանավորված են այստեղ առաջի Սաղմոսի մեջ, հենց այդ միտքը կա, եթե քո գործողությունները պայմանավորված են Աստծո խոսքով եւ ներդաշնակված են Աստծո հետ, ինչքան գեղեցիկ է, չէ, երբ որ դու ինչ որ բան ես անում ու ներսդ խաղաղ է, որովհետեւ դու գիտես, որ դա Աստծուց է դրված քո մեջ, դու նրանով ես ղեկավարվում, նրանով ես ներշնչված, գիտեք, աշխարհի մեջ շատ բաներ, մարդիկ ինչ որ բաներ, որ անում են, ներշնչված են անում, օրինակ ռեկլամները մարդկանց, չէ, ասենք, ներշնչում են, մի 10 անգամ այդ ռեկլամ աշկիտ առաջ է գալի, մեկ է դու զգում ես, որ դու ուզում ես դա գնել, բայց դա քեզ այդքան էլ պետք չի։ Դուք նկատում եք, ինչքան ազդեցություններ կան աշխարհի մեջ, որ մարդու այսպես կամքի վրա ազդում են, անկախ քեզանից։ Մի օր արտանում ես, ուզում ես ինչ-որ բան անես, որ
այսպես ասած, աշխարհիկ իմաստով եմ ասում, որքան առավել հոգևոր կյանք, մարդը այդպես է, մարդը միշտ ներշնչվում է ինչ-որ բան անելու, եւ այդ ներշնչում իր մեջ, եթե աշխարհիկ իմաստով է, չունի 100%-անոց հաջողության գրավական, իր մեջ չունի, չի կարող լինել աշխարհում ընդհանրապես այդպիսի երևույթ չկա, գիտեք ինչի, քուրեր եղբայրներ, որովհետև վաղվա օրը չի ապահովում, դու աշխարհիկ մարդ այսօր ինչ-որ որ ներշնչվեց եւ մտածեց, որ եթե դա անի հաջողության կհասնի, միայն այն գաղափարը իր մեջ, որ վաղվա օրը չգիտի ինչա ծնելու, ինչ անկանխատեսելի երևույթներ ա ծնելու իր արչեւ, բերելու իր արչեւ, նա չի կարող ասել, որ իմ հաջողությունը 100% է, չի կարող, դա որովհետեւ մենք ժամանակի ու տարածության մեջ ենք, ժամանակի տարածությունը, ժամանակ եւ տարածությունը մեզ թույլ չեն տա երբեք, չունի այդ իշխանությունը, չի կարող ստեղծել մեր կյանքում գարանտիա, որ այդ հաջողությունը ինքը 100%-անոց է, չկա այդպիսի բան, բայց Աստծո խոսքի մեջ այդ գարանտիան, հա, ոնց ասեմ, այդ գարանտիան տալիս է եւ այստեղ հենց դրա մասին է խոսում, նա որ Աստծո խոսքի մեջ վարժված է, ինչ որ անի կհաջողվի նրան, այստեղ մենք 100%-անոց հաջողություն ենք տեսնում եւ այդ հաջողությունը շատ ավելի բարձր է, շատ ավելի հիմնարար է, շատ ավելի հաստատուն է, շատ ավելի հավիտենական է, քան աշխարհի որևիցե ինչ-որ բանի մեջ փորձել գտնել հաջողություն, չկա աշխարհը, բայց հոգևոր երկնային իրականությունը կա, գիտեք ինչի, որովհետև ինքը հավիտենական իմաստ ունի, հավիտենական իմաստ ունի իր մեջ, այս հաջողությունը իր մեջ հոգևոր իմաստով հավիտենական իմաստ ունի, եւ սա շատ կարեւոր է, քուրեր եղբայրներ, մենք խոսացինք Սաղմոս առաջի գլուխ 3-րդ խոսքից մեջբերում արեցինք եւ սա շատ կա հիմնարար մեր հիմքն այսօր, ինչի մասին պետք է շարունակենք խոսալը։ Նայեք, երկրորդ օրինաց 29 նորից հաջողության մասին է խոսում եւ նորից այս խոսքը Աստված կապում է այս տողերը Աստված կապում է իր խոսքերը, տեսեք ինչ է ասում։ Ուրեմն այս ուխտի խոսքերը պահեք եւ կատարեք, որ հաջողվեք ձեր ամեն գործի մեջ։ Գիտես, մի հատ գաղտնիք կա, որ ես բացահայտել եմ, Աստված ինքը ինչ որ անգամ հին ուխտի մեջ էր ասում, մի հատ գաղտնիք կա, որ ինքը մենք պետք է հասկանանք դա։ Տեսեք, եթե ասեր ուրեմն այս ուխտի խոսքերը կատարեք, ստեղ ինչ-որ մի հատ սխալ բան կլիներ։ Եվ մարդիկ սա միշտ հին ուխտում հրյաները սա միշտ այսպես են հասկացել, հենց իմ ասացի իմաստով, եթե կատարեք, բայց գաղտնիքը գիտեք ինչի մեջ է, պահեքի մեջ է։ Այ եթե մարդը սովորի Աստծո խոսքը պահել, ինքը ոչ թե խոսքը կկատարի, այլ խոսքը նրան կկատարի։ Այ ամբողջ խնդիրը սա է։ Ինչն է մեր հաջողության գաղտնիքը, երբ որ Աստծո խոսքը մենք պահում ենք, եւ նա մեզ ուղղորդում է կատարելու։ Ես սրան եմ հավատում։ Ես սա եմ տեսնում։ Սա է սերը Աստծո։ Սրանով ես ցույց եմ տալի, որ սիրում եմ Աստծուն, ոչ թե կատարելով խոսքը, այլ պահելով։ Ես սիրում եմ նրան, որովհետեւ ես պահում եմ խոսքը, որովհետև սիրում եմ նրան։ Տեսեք, մենք հարց կտանք, ինչպես կարող եմ ես սիրել Աստծուն։ Ոչ մի տարբերակ չկա Աստծուն սիրելու։ Ես միշտ ասել եմ ու նորից շարունակում եմ։ Միայն մեկ տարբերակ կա։ Եվ այդ տարբերակն է, որ Աստված հասկանում է, որ մենք ընդունում ավելի շուտ։ Այդ տարբերակն է, որ Աստված ընդունում է, որ մենք սիրում, պահում ենք խոսքը։ Պահելը շատ կարևոր է։ Մենք այդ պահելը, երբ որ դուրս ենք անում եւ փորձում ենք կատարենք, չի լինելու, չի ստացվելու։ Չի աշխատելու խոսքը։ Խոսքը չի տվել Աստված մեզ, որ կատարենք, խոսքը տվել է, որ պահենք, որպեսի կատարենք։ Որտեւ խոսքն է մեր մեջ ներշնչում։
գեներացնում, քայլել տալիս, սովորեցնում է կյանքի գաղտնիքները, հաջողության գաղտնիքը, սա շատ հզոր միտք է, սա շատ հզոր արտահայտություն է։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է հաջողության գաղտնիքը եւ ոչ թե սովորեցնում է, այլ մեզ քայլել է տալիս այդ ճանապարհով։ Ես հոգևոր կյանքը, երբ որ բացակայում է հոգևոր կյանքի մեջ խոսքի քարոզչությունը, թույլ տվեք այսպես ասեմ, եւ ինչ որ խրատական իմաստա իր մեջ ներառում, ես դա չեմ կարող, ես դա չեմ ուզում լսեմ, ես դա չեմ ուզում, օրը 10,000 քարոզ կլսեմ, բայց եթե դա Աստծո խոսքի մասին է եւ Աստծո խոսքից ուղղորդվելու մասին է, չեմ հոգնի, վստահ եմ դու էլ չես հոգնի, որովհետեւ սիրում ենք խոսքը, որովհետեւ այդ խոսքն հասկանում ենք, որ մեր հաջողության այսպես ասած գաղտնիքը Աստծո խոսքի մեջ է եւ որքան որ յուրացնում ենք, տեսեք ես ուզում եմ այսպես մի ստատիստիկա բերեմ, որքան որ մենք յուրացնում ենք այդքան Աստծո խոսքը, որքան պահում ենք, որքան ընկալում ենք, որքան ներծծվում ենք Աստծո խոսքով, մենք այդքան ենք հաջողված։ Տեսա ինչը կարող է մեզ, ինչ հասկացողություն ասա, ինչ հոգեվիճակ ասա, երբ որ դու վստահ ես, որ որքան ունես, քանի տոկոս ունես դու Աստծո խոսք, 20%, եկեք մի քիչ տոկոսներով խոսենք, դու 20% ունես, դու 30% ունես, դու 50% ունես Աստծո խոսքը քո մեջ, դու այդքանով հաջողված ես։ Ոչ մի նշանակություն չունի, թե ինչեր ես ձեռք բերել, ինչեր ունես, որքան հաջողված ես քո ծառայության մեջ, ուր ես հասել, քո հեղինակությունը ինչ բարձրության վրա է, ոչ մի նշանակություն չունի։ Միայն խոսքի արդյունքում մենք խոսքը յուրացնելու արդյունքում մենք հասնում։ Սա այսպես ասում, ես չեմ հնարում, քուրեր եղբայրներ, ուրեմն այս ուխտի խոսքերը պահեք, թույլ տվեք մի փոքր մի հատ ուրիշ բառ ավելացնեմ, պահեք եւ կատարելի միջը։ Ուրեմն այս ուխտի խոսքերը պահեք, որպեսի կատարեք, որ հաջողվեք ձեր մասնակի չէ, որոշակի չէ, ձեր ուզածի պես չէ, ձեր պատկերացումի պես չէ, այլ ձեր ամեն գործի մեջ հաջողվեք ձեր ամեն գործի մեջ։ Ես մի համար հիշեցի, որ խոսք ասում է Աստված մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց Աստված պաշտությունը ամեն բանի համար է օգտակար, թե հիմիկվա եւ թե գալիքի համար, թե այս նյութական աշխարհի մեջ եւ թե հոգեվոր կյանքի մեջ, այսպես է խոսքը ասում, եւ սա շատ մեծ ճշմարտություն ունի իր մեջ, սիրելի քուրեր եղբայրներ։ Աստված պաշտությունը հավասար է Աստծո խոսքը պահելու եւ կատարելուն։ Աստված պաշտությունը հենց դա է։ Աստծո խոսքը պահել, ուսումնասիրել, խորհել, մտածել, ինչպես առաջի Սաղմոսը, ուրեմն սերտեցինք։ Ես հիշեցրեցի 73 Սաղմոսը եւ Ասափի, կխնդրեի, որ եթերից հետո փորձեիք այս Սաղմոսը ամբողջովին կարդալ եւ խորհել սրա մասին։ Այստեղ Ասափին շատ հետաքրքիր, շատ դիպուկ է խոսում, ուրեմն հաջողության մասին եւ տարբերությունը հաջողության աշխարհիկ իմաստով եւ հոգեվոր իմաստով։ Սաղմոս 73:12-ից կարդամ։ Ահա սրանք են ամբարիշտները, որ հաջողակ են աշխարհում եւ ավելացնում են հարստությունը։ Իդեպ ասեմ, որ ամբարշտությունը, դա ամբարիշտ մարդը, գիտեք ով է, դա որ այդ մարդը չի, որ Աստծուն չի ճանաչում, ընդհանրապես չի լսել Աստծո մասին, աշխարհիկ կյանք ապրել, դրա մասին չի
ամբարիշտը գիտեք ով է, նա է, ով որ ճանաչել Աստծուն, ճանաչում է վերջը, նա գիտի հոգևոր կյանքի մասին, նա Աստծո խոսքին շատ տեղյակ է, բայց հերու աշխարհիկ մարմնավոր կյանք ապրում, այդ տեսակը ամբարիշտ մարդ է համարվում ըստ ավետարանի, ուրեմն այս ամբարիշտները ասում են նայեցի, կարծես հոգևոր կյանքի մեջ են, աղոթքել են անում, գիտեն Աստծո խոսքը, բայց աշխարհի մեջ մեծ հաջողություն ունեն։ Չեմ ուզում սրա մեջ շատ խորանալ, բայց այս հակասությունը իրան միշտ տանջում են, բայց ես էլ կարծես թե բանը սիրտս 13 խոսք ինչ ասում, բայց իմ սիրտը փաստորեն իզուր տեղն եմ սրբել եւ իմ ձեռքերը սրբությունով լվացել։ Ոնց որ ինքն էլ է հոգևոր, ես էլ եմ հոգևոր։ Ես նայում եմ իր հաջողությանը, հեճեղել է, որ այտենց ուրեմն բան լինի ձեր կյանքում սելիկ ուր եղբայր, նայես կողքինիդ, նայես քեզ, նկատես, որ դու ինչքան խեղճ ես, բան, չէ, այտենց մաքուր ես ապրում, բայց իրան նման փաստորեն ինքն էլ կարծես հավատացյալ Աստվածպաշտ է, բայց այս ինչ աշխարհիկ, ասենք, հաջողությունների հասել եւ հարստությունների, գիտես, այստեղ ինքը չի խոսում մեղադրականով, ինքը իրան հետաքրքիր չի, թե կողքին ես ինչ ուրա հասել, այսինքն ես ինչեր ունի, դա չէր իր խնդիրը, ես այս կոնտեքստի մեջ ուրիշ բան, ինքը իր մասին էր մտածում, ոչ թե այդ հարստություն դիզողների, գիտեք, մենք շատ դեպքերում այդ նախանձը այդ ոնց է մարդու մեջ տեղ գտնում, երբ որ ինքը տեսնում է այդ ամեն ինչը, բայց ոչ թե որ կենտրոնանա իրա վրա, ոչ թե հասկանա բանը, հեսա կանցնենք այդ թեմային, շատ կարևոր է, հարցը դրա մասին չէր, որ ինքը նախանձեց, հասկանում եք, որտեղ նախանձը դա վառող հատկություն ունի, դա փչացնող հատկություն ունի, դա մարդուն գիտեք ինչ անում, մարդուն ամբողջ իր ռեսուրսը, իր ունեցած չունեցածը խլում է իր ձեռից, մարդը տառապում է դրա ձեռի հետ նախանձի, ինչի, որովհետև նա չփորձեց հասկանալ, նա չփորձեց անդրադառնա իրեն, նա չփորձեց բուն խնդիրը հասկանում եք ինչի մասին է խոսքը, սա շատ կարևոր է, սա տարբեր է, նա չէր նախանձում, այստեղ մենք չենք տեսնում, որ ուրեմն Ասափին, որը այս սաղմոսն է գրել, նա չենք տեսնում, որ ինքը նախանձով լցվեց ու այդ նախանձը իրան ուտում էր, չէ, տեսեք, 16-րդ խոսքը, ուրեմն ինչ ասում, ես որոշեցի, որ սա հասկանամ, վաու, մի խոսքով ինքը ուզում էր ասել, ես որոշեցի հասկանամ, հաջողության գաղտնիքը ստեղ մի բան են չի աշխատում, չի կարա ես որպես Աստծո որդի փորձեմ համեմատվել նրանց հետ, չի կարա այսպեսի, սա նորմալ չի, սա Աստծուց չի, ստեղ մի բան չի, մի բան չի աշխատում, նկատում եք, ոչ թե նախանձներ իր մեջ ուտում, այլ նա փորձում էր հասկանալ, բայց դժվար էր իր աչքերի, նա հասկացավ, որ հաջորդ տողը, որ կարդամ կպատկերացնեք ինչի մասնա, գիտեք տիրույթներ կան, մենք որպես Աստծո որդիներ, մենք տիրույթ ունենք, որտեղ մենք ապահով ենք, որտեղ մենք հասկանում ենք, որտեղ մենք խաղաղ ենք, երբ որ մեր տիրույթից դուրս են գալիս եւ ուրիշ տիրույթի մեջ, աշխարհիկ տիրույթի մեջ ենք մտնում, այնտեղ մենք ուրիշ բան ենք տեսնում, այնտեղ մենք ուրիշ բան ենք տեսնում, որ չենք պատկերացել, չենք կարող հասկանալ, այնտեղ մենք չենք կարող դրսևորվել, մենք Ասափին որպես հոգևոր մարդ, Աստծո մարդ, թույլ տվեք այսպես ուրեմն ներկայացնել, որպես Աստծո մարդ, ինքը աշխարհիկ տիրույթի մեջ փորձեց
հասկանալ, համեմատել, ինքը տեսավ, որ մի բաներ է կատարվում աշխարհիկ տիրույթում, որ իր անհասկանալի էր իր համար, իրենը չէր դա, հա, այսպես ասենք, օտար բան էր դա իր համար, նա այդ տիրույթի մեջ փորձեց հասկանալ, բայց չհասկացավ, տեսեք ինչ ասում, հիրավի, որ իմ սիրտը զուր տեղն եմ սրբել, կամ սրբում, այսպես ասում, եւ իմ ձեռքերը սրբությունով լվանում, տես ուր կարա հասնի այդ մարդու հոգեվիճակը, երբ որ ինքը իր տիրույթից դուրս է եկել, իր տիրույթից դուրս է եկել, փաստորեն ինչ է կատարվում, քուրեր եղբայրներ, սա մեսիջ է մեզ համար, սա շատ լուրջ մեսիջ է մեզ համար, երբ որ մենք սկսում ենք նախանձով լցվել մեր շրջապատում գտնվող, այսպես ասած հաջողակ մարդկանց հանդեպ, մենք միշտ մեր մեջ գալիս է, բայց կարող է ես սխալ բան արեցի, որ ապաշխարեցի, կարող է ես իզուր տեղը սրբեցի իմ ձեռքերը, իզուր տեղը լվացվեցի, կարող է ինչ-որ բան սխալ է, ինչ պետք անեմ, հիմա հարցը էտ է, կամ երկու տարբերակ ունենք, կամ սկսում ենք նախանձել եւ այդ տիրույթի մեջ վարվել այնպես, ինչպես որ նրանք են, կամ մի ուրիշ տարբերակ կա, միտք արի, այսինքն որոշեցի, որ հասկանամ սա, բայց այդ տիրույթի մեջ չկա մի բան, որ կարող է քեզ հասկացնի, չկա, այդ տիրույթը խավար, փչացած, հոտած, աշխարհիկ, ոչ մի ընդհանուր կապ չունի հոգևոր կյանքի հետ, դու այդ տիրույթի մեջ չես կարող ոչ մի բան հասկանալ, նա այնպես կկլի, այնպես կխլի քեզ, դու էլ չես պատկերացնի, հիմա, ինչ պետք է անենք մենք, այս համարը որոշումը, սա 17-րդ խոսնա, որ Ասափին այստեղ արդեն քայլ անում, քայլ, թույթվեք ասեմ, ընդամենը մեկ քայլ է պետք մեզ, որ մեր տիրույթը փոխենք, ասում եմ միջև, որ Աստծո սրբության տեղը մտա և նրանց վերջը իմացա, սա շատ լուրջ հաջողության, հոգևոր հաջողության գաղտնիքը բացահայտելու տիրույթ է սա սրբության սրբոսն է, սա քո ներսում է, Աստծո սրբության տեղը, հենց այդ Հիսուսը, որ ասում էր մտի քո ներքին սենյակը դուռդ փակի եւ Աստծուն աղոթի, որ ծածկումն է եւ Աստված քեզ հայտնապես հատուցում պիտի անի, ինչ է սա, եթե ոչ հաջողության ճանապարհը, հաջողության գաղտնիքը բացահայտելը, քուրեր եղբայրներ, մեր տիրույթը չի կարող աշխարհի մեջ լինել, աշխարհիկ համակարգի մեջ լինել, մենք չենք կարող փորձել աշխարհիկ համակարգի մեջ հոգևոր տիրույթ սարքել, չի կարա լինի, դա բացառվում է, հազարավոր անգամներ կքանդվի այդ տունը, հազարավոր անգամներ կձախողվենք, որովհետև անհամատեղելի է, Պողոս Առաքյալը ասում է, լույսը խավարի հետ անհամատեղելի է, լույսը ուրիշ տիրույթ է, խավարը ուրիշ տիրույթ է, նրանք տարբեր են, նրանք հակասում են իրար, ուրեմն ինչա մեզ պետք հասկանալու հաջողության գաղտնիքը հոգևոր իրականության մեջ, դա ընդամենը մեկ քայլ դեպի մեր տիրույթ, դեպի սրբության սրբոց, դեպի խոսքը, դեպի ինքդ քեզ գալը, սա շատ, ոնց ասեմ, սա արվեստ է, սա հանճար է, երբ որ մարդը, երբ որ իր կյանքում հարցեր են բարձրանում, տագնապներ են բարձրանում, երբեմն շփոթմունքներ է գալիս, երբեմն զղջումներ, իզուր տեղը ես իմ ձեռքս լվացի, կարա լինի այսպիսի բան, Ասափին իր վեհության մեջ ուրեմն անգամ այսպիսի արտահայտություն անում, մենք ինչ պետք անենք, ծելի քուրեր եղբայրներ, մենք պիտի չմոռանանք, որ մենք էլ ունենք տիրույթ, և մեր տիրույթը մեր ներքին սենյակն է,
աղոթքը, երբ որ քո սենյակիդ մեջ ես բարձրացնում դուռդ փակելով աշխարից, այսինքն գիտեք ինչա, այդ ուրեմն ինքդ քեզ գալը կամ ինչպես ասափին ասում, միջև որ Աստծո սրբության տեղը մտա, դա այն վայրն է, որտեղ կտրվում է, ստեղ նաև խորհուրդը սա է, երբ որ սրբության տեղը մտա, խորհուրդը սա է, ես դուրս եկա այդ աշխարհիկ համակարգից, ես մերժում եմ դա իմը չի, ընկալում եք ինչ է սա շատ կարևոր է, և ամենավտանգավոր բանը գիտեք որն է քուրեր, երբ որ ամենավտանգավոր և սարսափելի բանը գիտեք որն է, երբ որ մեր համար հարազատ է աշխարհիկ տիրույթը, քրիստոնյայի համար, սա անհասկանալի է, սա անբացատրելի է, ստեղ սուտ կա, ստեղ մի բան են չի, ստեղ կռոն է խոսում, ստեղ այդ տեսակը ինքը չի կարող Աստծո խոսքի մեջ ունենա, անգամ իր վերստին ծնունդը կարող է հարցականի տակ լինի, եթե իր համար հաճելի է աշխարհիկ տիրույթը, նա միթե այդ տեսակը դեռ չի բացահայտել, որ դա ինքը այդ համակարգից չի, իրանը չի դա իրեն հարազատ չի, այո, հայտնվում ենք այդ տիրույթի մեջ, պատահում է, որ հայտնվում ենք, բայց միևնույն է, ներսդ մի բան կա, որ թույլ չի տալի քեզ անհանգստացնում է, դու զգում ես, որ հաճելի չի դա քո համար, ընկալում եք ինչ եմ ասում, սա արդեն գառանտիա է այն բանին, որ դու վերստին ծնված ես և դու լավ հասկանում ես, որ դա քոնը չէր։ Եվ այստեղ Ասափին մի իմաստուն քայլ անում, իմաստուն, ես այս տեսակներին համարում եմ իմաստուն մարդ, ովքեր գիտեն իրենց տուն գնալը, գիտեք, ուր էլ գնաս աշխարհի վրա դու քո տուն ունես, հյուր կգնաս, կմնաս մի քանի օր, հյուրանոցներ կգնաս, չգիտեմ, հանգստանալու ամենալավ վայրերը, բայց միևնույն է դու քո տուն ունես, և խոստովանենք, որ ուր էլ գնացել ենք հանգստանալու, բայց եթե ենք եկել մեր տանն ենք հանգստացել, ես էլ գիտեմ ինչ բան է դա, որտեղ դա քոնն է, հարազատ այդ վայրը, քո բնակարան, դու այնտեղ ամենաապահով վայրը, որ դու ապահովություն ես գտնում, դա քո բնակարանն այլ, Ասափին սա ասեց, նա որոշեց, որ դեպի սրբարանը պիտի գնա, սա էլ է, սա հրաշք է, սա էլ է Աստծո խոսքից, սա հենց այն է, որ ուներ խոսքի իր մեջ և այդ խոսքը նրա ոտքերը իրեն տարան դեպի սրբության սրբոց, նա այնպես չի, որ մարդկորեն ուզեց, նա ուզեց, որովհետև խոսքը բնակվում էր իր մեջ, տեսեք ինչ ասում, միջև որ Աստծո սրբության տեղը մտա և նրանց վերջն իմացա, ինչպես իրավի, որ դու նրանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանելու մեջ ես գցում նրանց, սա է աշխարհիկ հաջողությունը, գիտեք ինչ անում, մի հատ տարբերություն ասեմ, որպեսզի աշխարհում մարդը հաջողություն ունենա, նա յուրաքանչյուր մարդ հասկացողությունը աշխարհում հաջողություն ունենալու համար նա ներդնում է իր կյանքը, Աստծուց տված իր օրերը ներդնում է, բայց այն հաջողությունը, որ ստանում է, ոչ մի արժեք չունի, անարժեք է համեմատած իր կյանքի հետ։ Օրինակ բեր ինքդ քեզ ու կտեսնես, որ դա այդպես է։ Մի հատ էլ ասեմ այս խոսքը, որտեղ շատ կարևոր է։ Աշխարհիկ տիրույթի մեջ ամեն մարդ հասկացողությունը ինչ որ արել է, որպեսի հաջողության հասնի, նա արել է իր կյանքի հաշվին,
որի արդյունքում ստացած հաջողությունը ոչ մի արժեք չունի, քան որ այդ կյանքը, որ ինքը վատնել է։ Տեսա՞ր ինչ է անում աշխարհը։ Սա ինքնա ոչնչացման մասին է խոսքը։ Երբ որ բանը ասապին խոսում է իրավի, որ դու նրանց հեշտ սայելու տեղ ես դնում կործանելու մեջ ես գցում նրանց, հենց դրա մասին է, որ նրանք հաջողության գաղտնիքը չէին հասկացել ինչու՞մ է։ Հիմա գանք հոգևոր իրականության մեջ, հոգևոր տիրույթի մեջ հաջողության գաղտնիքը։ Հոգևոր տիրույթի մեջ, որպեսի դու հաջողություն ստանաս, դու կյանք չես դրել դրա համար։ Հիսուսն է կյանքը դրել։ Դու նկատում ես, որ քո կյանքիդ հաշվին չի, որ ստացած արդյունքը, որպես հաջողություն, շատ ավելի թանկ է, շատ ավելի թանկ է, որովհետև նա կյանքը արժեցել, Քրիստոսի կյանքն է արժեցել։ Իսկ դու ավելի, Հիսուս ինչ ասեց, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի կյանք ունենաք։ Նկատում ես հաջողության բացարձակ հավիտենական իմաստը։ Հիսուս իր կյանքը դրեց, որպեսի մենք կյանք ունենանք եւ ել ավելի կյանք ունենանք։ Եվ դա է մեր հաջողությունը։ Եվ եթե մենք սրանով չենք ապրում եւ չենք բացահայտել, եթե չենք բացահայտել Քրիստոսի փրկագնության արժեքը, որովհետեւ Տերը ասում է դու թանկ գնով եք գնվել, մարդուն ծառա մի եղեք, Քրիստոսի փրկագնության արժեքը մեր համար արդեն իսկ հաջողություն է։ Գիտեք ովքեր են նրանք, որ աշխարհիկ տիրույթի մեջ հաջողություն են փնտրում, նրանք են ամբարիշտ են նրանք համարվում, գիտեք ինչու, որովհետև անտեսեցին Քրիստոսի խաչի փրկագնությունը, չարժեքավորեցին, նրանք գիտեին, բայց իրանց համար ավելի թանկ էր աշխարհիկ հաջողությունը, քան Քրիստոսի փրկագնությունը։ Սա մտածելակերպ է, սա հոգեվիճակ է, սա կենսակերպ է, քուրեր եղբայրներ։ Ամեն անգամ, երբ որ գա քո աչքի առաջ գայթակղություններ, ինչ որ հաջողություններ, ուրիշների կյանքում տեսած քո, ինչ որ տեսել ես նրանց կյանքում հաջողություններ, դու մի մոռացի, որ քո ներսդ Սուրբ Հոգու տաճարը, մի մոռացիր այդ ճանապարհը մտնելու այդ տաճար, մտածելու Աստծո խոսքի շուրջ եւ արժեքավորի, թող նա քեզ համար լինի միակը եւ անկրկնելին, անփոխարինելին Քրիստոսի խաչի փրկագնությունը, որը քո մեջ ժպիտ կբերի շնորհակալության եւ գոհության պատարակ ուղված դեպի Տերը, դու այնտեղ կհասկանաս, որ դու քո կյանքդ ավելին է պատրաստել Տերը քո համար, քան դու գիտես։ Հիսուս ասաց, ես եկա, որ դու կյանք ունենաք եւ ավելի կյանք ունենաք։ Կյանքը ունեցվածքի մեջ չի, կյանքը Քրիստոսի մեջ է, այդպես ասում Հովհաննեսը, եւ նա մեր կյանքն է։ Իսկ կյանքից թանկ բան չկա։ Ուրեմն ինչ։ Մենք ամենահաջողվածն ենք։ Շատ ունենք, թե քիչ ունենք, մենք բավարարված ենք, որովհետև մենք գիտենք, որ Քրիստոս կյանքը բնակվում է մեր մեջ, եւ սա է մեր հաջողությունը։ Տեր օրհնի ձեզ շատ, եկեք աղոթենք։ Հայր, շնորհակալ ենք այս հրաշալի խոսքիդ համար, սիրում ենք քո խոսքը։ Սովորեցրում ես հասկանալ հաջողության գաղտնիքը հոգևոր կյանքի մեջ, Տեր։ Դու ես մեր հաջողությունը։ Դու տվեցիր այդ հաջողությունը։ Քո տված հաջողությունը շատ թանկ է, Տեր։ Այն մեզ կյանք է տալիս, ոչ թե մեզանից կյանք է խլում, եւ դրա դիմաց տվածը ոչ մի արժեք չունի, ինչպես աշխարհում է։ Քո տված հաջողությունը հավիտենական է, Տեր։ Եվ դա է հավիտենությունը, ինչի, որովհետև քեզ ունենք, քեզ ճանաչում ենք, քո սերն ենք վայելում, քո խոսքը ունենք մեր սրտերի մեջ, եւ դա մեզ ուղղորդում է այս չար աշխարհի մեջ, խավարի մեջ լինելու աղ եւ լույս, Տեր, եւ մարդկանց ոչ թե միայն որ մենք հաջողված ենք, ուրախ ենք դրա համար, այլ
հաջողության պատճառ լինենք խավարի մեջ բնակված ժողովրդի համար, Տեր, եւ քո սիրած, քո ուզածը հենց դա է, Տեր, հալելույա, շնորհակալ եմ իմ քույր եղբայրներիս համար, որ միացել են, եւ ինչ որ մի քանիսները կային, որ տանջվում էին եւ մտածում էին իրենք անհաջողության մեջ են հայտնվել, երբեմն սատանան մեզ խավար ուզում է մեզ աշխարհ ուզում է մեզ խափի, գերի, գայթի, գայթակղեցնի, բայց այսօր նորից հասկացանք, որ մեր հաջողությունը դու ես, քեզանից է, մտնելով մեր ներքին սենյակը, սրբության սրբոցը, այնտեղ գտանք քեզ, Տեր, քո խոսքիդ միջոցով ու հասկացանք, որ այն հաջողությունը, որ մեզ տվել ես, հավիտենական իմաստ ունի, Հայր, օրհնիր իմ քույր եղբայրներին Հիսուսի անունով, ամեն, փառք ես, Տեր։ Այսպիսին էր մեր եթերը, քույրեր եղբայրներ, շնորհակալ եմ, որ միացաք եւ Տեր օրհնի ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մանրաթա, Տերը շուտով գալու է։